Ասե դուք են պանիրի համար լացող աղջիկն եք, չէ՞։ Անայս ով ամենաշատը հպարտանում քեզնով։ Ես շատ վատ կամավորի առաջնորդ եմ, շատ վատ։ Բայց ինքը էլ չկա քո կյանքում։ Իհարկե իմ սուտը բացահայտվեց։ Թորիներն մեկ էլ դու ես, որ զգաս տանում եմ։ Այ մաման ճիշտ պապայա նաև։ Դու ուղակի գոյություն չունես ֆիզիկապես։ Իմացավ աղջիկա, ասես դուրս եկավ այդ էխոյի սենյակից, նեղված։ Տարիք իրան անում, երկուսս էլ մոռացել ենք, նորմալ է։ Սուս։ Էդ ինչ արեց մեզ այդ օրը։ Ասեցիր, որ բարություն անելը ուժում է։ Հա, ես ամաչում եմ դրանից։ Հա, տենց դնում նստում վաֆլի ես Ինքը ինչ ուտում։ ուզում անում։ Բայց արդար է։ Ես ուզում եմ օպերատոր աշխատեմ քո հաղորդման մեջ, sense չի լինի։ Անայիս ջան, Արև ջան, ինչ հաճելի է քեզ տեսնել։ նմանապես։ Ինչ հետաքրքիր է, ասենց քո հետ ասոցիացիաները միշտ ուրիշ տեղ են տանում։ Բայց այսօր ուզում եմ ուրիշ տեղում լինենք մի քիչ, հնարավոր է։ Ես պատկերացնում եմ իմ ասոցիացիաները, ասենց ստեղ պուչոկ կապած մազեր ու ինչ որ ասենց no make-up վազում եմ ստեղից այնտեղ, որտեվ դու ինձ շատ անգամներ այդտեղ ես տեսել։ Ես անգամ այսօր գալուց ղեկին մտածում էի Արևի հետ ինչ որ նախագծում միասին եղել ենք, ոնց ենք ծանոթացել ու հիշեցի, որ դու եկել էիր Տերյան Թեսայատնովա, այ այդ չեմ հիշում, ասում էիր ինչով օգտակար լինեմ, միգուցե լուսաբան եմ, միգուցե տենց մարդկանց ասեմ, որ հավաքում եք, Տերյան ես եկել, հա, ու այդտեղից սկսվեց մեր, այո, ծանոթությունը։ Քեզ ասեմ ավելին, մենք մեր անցյալ կյանքից, ինձ թվում է դա ուրիշ իրականություն է եղել, էլի, ինձ չեմ հավատում, որ նույն իրականությունն է։ Մի հատ նկար ունենք Երևան մոլում, ես եթե այդ նկարը գտնեմ, կտեղադրենք հիմա։ Սենց դու սենց լրիվ սենց այն թիթի զերայում քո, ես եմ։ Մինչև 20 թվականի պատերազմը հաստատեղ է, եթե թիթիզ վիճակը։ Դու Ինգան Մուրադյան։ Ես գիտեմ, ու մենք բան էինք վարում, ինչ որ մի բան էր, ինչ որ մի միջոցառում էր։ Նկարը պետք չի։ Ոչ։ Լսի չէ կդնես ես այդտեղ մի հարեմ մի 20 կիլո հաստատ։ Շատ լավ էր։ Իմիջիալոց բնականաբար վերանայելով քո տարբեր հաղորդումները, դու այն ժամանակ էլ շատ լավ եղել, այսինքն կան մարդիկ, ու մենք տեսնում ենք հին նկարներում, վիդեոներում, ու ոնց որ նույն մարդը չլինի։ Ու այդ ասում է մարդը, որ երկու երեխա ունի, բայց նայում ես ոնց որ ինքը երեխա լինի։ Երկու երեխա։ Երկու երեխա։ Քո առավոտը երբ սկսում է։ Երկար է ճանապարհը մինչև սուրճ։ Իրականում մինչև այս վերջի 2-3 ամիսը միջև իրանք չէին նախաճաշում, ես սուրճ չէի խմում։ Այս վերջի 2-3 ամիսը լույս էի նաև մեծանալու այդ դե 4 տարեկան դարձավ արդեն, այն ժամանակ չգիտեմ, հետո հասկացա, գիտես, դա իմ խնդիրն է, այն որ ես եմ շուշուտ պատրաստեմ եմ, որ զավայ օքեյ է, կարան 10 րոպե ու շուտեն այդ նախաճաշը, ոչ մի բան չի փոխվի դրանից, ես իմ մոտ կանոն կա, իմ երեխաները երբևիցե, արև երբեք չեն նախաճաշել դպրոցում եւ մանկապարտեզում։ Մանկապարտեզ են գնում շատ լավ, Մոնտեներ։ Անայս, բայց որ ժամին են գնում։ Ну, տենց 10-10-ից կես, հա, ճիշտ է։ Որովհետեւ ես երբ լսում էի միտեղ խոսում էի դրա մասին, հասկացա, որ երևի նաեւ շատ շուտ չեն գնում։ Չէ, շատ շուտ չեն գնում, դե մասնավոր մանկապարտեզները այդ հրաշքը թույլ են տալիս։ Նույնն էլ չէ, մասնավոր դպրոցը դե միևնույն է, կապ չունի ժամանակին ամոնտ են գնում, բայց այդ նախաճաշի պահը ինչի, որովհետև մերոնք ուրեմն մի քիչ երես տված են, ես միշտ ասում եմ տան պահած են, էլի։ Իրանք սովոր են իմ այդ պատրաստածներին ու ոչ թե բանկապարտեզում համով չի, ուղղակի դե որ կարելի է տանը օրինակ ինչ-որ հովես փոնքեյք, սիրնիկ ուտել, ինչի կաշկա ուտել Ոչ թե ըստ բանկապարտեզում։ մենյուի, այլ ըստ իրենց ցանկության։ Իսկ սուրճը այդ ընթացքում է, հա, տեղի ունենում։ Սուրճը հենց վեր եմ կենում, հարցնում եմ ինչ եք ուզում, հիմնականում լուսենա պահանջներ ներկայացնում։ Ջուիկ, չէ, լավ, սիրնիկ, չէ, լավ, բան, լուսեի պահանջով են կանում։ Մոնտես արդեն մեծացել է, մի տեսակ, ասա որ մեծերը հա, այն որ sense երկրորդ պլան են ընկնում այդ առումով, sense միջև հերթը ասում է իրան հարցնելու, այն որ էլ ոչ մեկ իրան չի լսում, արդեն նախաճաշը պատրաստվում է։ Մոնտեն հարմարվողն է, հա, ու տենց այդ ընթացքում արանքը գողանալով ճղելով, այսպես ասած, սուրճը դնում եմ վրան, իդեպ առավոտվա սուրճս այսքան բաժակով է, չեմ չափազանցում, այսինչ։ Սև, դառը ու այսքան։ Իսկ մինչև 3 օքանի բաժակ ես խմում։ Իրականում կարա այդ մեկը պատայի ու վերջ։ Բայց սուրճ սիրող ես շատ։ Սուրճ սիրող եմ, հա։ Իդեպ սուրճ սկսել եմ խմել վերջի երևի 4-5 տարում, բայց հիմա նենց եմ սիրում, որ օրինակ եթե ինչ-որ 1000 բան առաջարկես ու սուրճ, հաստատ սուրճն եմ ընտրելու։ Իսկ ամուսնուց հետ զորիկի հետ ձեր պահը օրվա մեջ ո՞րն է լինում։ Սուրճը միշտ կռվով է լինում, որովհետև միշտ պարտադիր այդ պուճուրի կռիվը պիտի սուրճի ընթացքում։ Հա, Զորոն խմում է սուրճը քաղցր, ես խմում եմ ամբողջությամբ դառը։ Ես դե ոնց են, հա, քաղցրն ու դառը պատրաստում, դառը լցնում ենք, հետո ավելացնում ենք շաքարավազը։ Ուրեմն ավելացնում եմ 1
այդպես պատահում է մոռանում եմ ավելացնել Անուշ ու խմելուց, հա, այդ մի կումանում է ու գնաց, այս ոնց խմեմ, այս դառը ջուր, ասում եմ, օքեյ, կներես հենց հիմա, ասենք, չէ, ինքը տենց մոտակա 20 րոպեն, ասես նեն գայացքով ասում, որ դու քեզ պատրաստեցիր ինձ հաշվի չառար ու տենց լինում է մեկ-մեկ, տենց փոքրիկ կռիվ։ Անայս դու սենց կրակի կտոր կերպար ես, էլի, ու տան ինչքանով ես հեշտ։ Չէ, հեշտ չեմ, բայց ես Բայց լավն եմ։ Հա, կարամ ասեմ, հա, գիտես ինչի արև, նայ, ես կարծում եմ, որ այն մաման, որը որ իր վրա վերցնում ամբողջ պատասխանատվությունները, ես երբևիցե ոչ թե պապայի փոխարեն եմ անում, բայց ես շատ հարմարվող եմ, ես երբեք չեմ ասի պարտադիր դու պիտի իջացնես Լուսեի մանկապարտեզի մեջ հիմնականում դու ես, ճիշտ եմ հասկանում։ Եթե կենցաղ նայենք 98%-ն եմ ես, որտեվ ամուսինս նույնիսկ ամեն օր աղբը որ վերցնում, ասենց անում, էլի աղբ, ասում եմ, զոր աղբը ամեն օր հավաքվում, այսինքն այդ ամենի վրա արդեն 10 տարվա ամուսիններ ենք 10 տարի զարմանում եմ, էլի աղբ, ասում եմ, հա, էլի աղբ։ Եթե չվերցնի աղբը, շտապ լինի օրինակ դուրս գա, ես դրանից թեմա չեմ սարքում։ Եթե չիջացնի Լուսեին մանկապարտեզ, դա կռվի թեմա չի դառնում։ Ես շատ հարմարվող եմ այդ առումով։ Ինձ թվում է հայ մաման դա բազմաֆունկցիոնալության եւ time management-ի ես չգիտեմ master class կարող է ամեն օր ցույց տալ, որովհետեւ այդ ոնց է դասավորում այդ երեխեքը 1001 խմբակները, ծնունդը, իր գործերը նկարահանում անհավանական է։ Հայ մաման ճիշտ պապայա նաեւ։ Ազնիվ լինենք, հա, օրինակ իմ ամուսինը երբ որ շատ քիչ դեպքեր են լինում, երբ որ ամբողջ օրն է իր վրա մնում, այսինքն այն որ տան էլ իջացնել մանկապարտեզ։ Լինում է օրինակ, չգիտեմ, երբ որ ես բարեգործության եմ գնում սահմանամերձ գյուղեր ու առավոտը այտենց 6-ին 5-ին դուրս ենք գալիս ճանապարհ, որ օրինակ հասնենք Սյունիքի ինչ որ հեռավոր գյուղ ու ինքը պիտի Լուսեին իջացնի, վերջը չնայած դայակի օգնությամբ, նես չի որ ամբողջ իր վրա է, այսինքն, բայց ուրեմն մեկ էլ զանգում է շախմատի դեմ պիտի մտնի, հա, մտելա, պիտի դուս գա, պիտի սպասեմ, այնքան հարցատալի, քշեմ Սյունիքից հետ գամ, տեղ գյուղը թողնեմ, գամ այդ սաղանեմ, գնամ, որտեվ չգիտեմ բոլոր տղամարդիկ են այդպես թե չէ, բայց իրանք բարձրացնող են։ Շատ ցած խնդիրը պետք է հստակ լինի։ Գիտես մեր պապաները լավն են, բայց արիխ մենք մեր մամաների կենացը, որովհետև հայ մայրը ուրիշա։ Միգուցե նույնիսկ անթույլատրելի աստիճանի շատ բան իր վրա վերցնող։ Իր կյանքը կիսող, իր մարմնի մասը համարող, բայց մենք այդպեսին ենք։ Մեր հայ մամաների համար իդեպ մի ամսյակա այնպես որ այո պապաներ ջան սպասեք մինչև ապրիլի 7-ը ոչ մի ձեր համար ու խմում ենք հենց հայկական գինով էքստրա բրուտ տակառի կողմից իմ համար այս պղպջակները սենց ամառային գարնանային երեկոյի հետ են ասոցացվում թեթև ասա որ սենց չոր խոտնելա շատ լավ ես տենց իրական շատ խմող չեմ բայց հա ասենց լավն է անուշ էսպրոսեկո է կոչվում ես որպես ոչ գիտակ հայկական փրփրունն է մեր էքստրա բրուտն է տան թեման շարունակելով իսկ դու ինչից ես նյարդայնանում այ հասկացանք որ տեխնիկական հարցերը կենցաղը լրիվ նորմալ է ուզում ենք գնում ենք առաջ ու քեզից էլ մանավանդ հասկացել եմ որ մատերիալական խնդիրները քո հոգուն փարկաստո չեն կպնում չէին էլ կարող կպնել բայց ինչից ես դու ամր երբ ես դու այդպեսին այո տանը ոյ հիմա շատ դասերից մոնթեի ու օրև նենց եմ ջղայնանում իմ վրա ուրեմն ջղայնանում եմ իր վրա հետո քո վրա ես ջղայնանում գիշերը 3 ջղայն մոնթեինք դպրոցում սինգապուրյան գիտություն են անցնում ու սինգապուրյան մաթեմատիկա հրաշալի մաթեմատիկա է հա հետո կհիշացնես հաղորդման վերջում կպատմեմ շատ լավն է շատ հետաքրքիր է որ ասում է ծամում է դնում է երեխու բերանի մեջ այդ մաթեմատիկան մասնավոր դպրոցը հա ինքը սինգապուրյան մաթեմատիկա է անցնում հիմա սինգապուրյան մաթեմատիկան ենք անում Մոնթեի հետ, մեկ էլ տեսնում եմ տենց երանիշ թվերը արդեն գումարը բավականին լավ է մաթեմատիկայից։ Մեկ էլ ինչ ուզա գրելա։ Ոնց կջղայնանաս, որ դու գիտես, որ ինքը, չէ, երբ որ ինքը չգիտի, ես չեմ ջղայնում, ես փորձում եմ նստել բաց։ Ու ես նենց ջղայնացա, որ մի էջ բառի բուրում ասա, ինչ ուզա գրելա թվերը։ Սկսեցի գոռալ բանս նայում ով ես ասում կլինի մարդկային խոսանք, որտեվ ես իրան մի անգամ բացատրել եմ, որ ֆիզիկական ուժ գործադրում են հիմնականում անասուններին դաստիարակելու վրա, հա, կովին են հարվածում չնայած ցավով եմ դա արձանագրում, բայց այդպես է։ Ձիուն են հարվածում, բայց ասում եմ մարդուն Մոնթե ջան միշտ բացատրում եմ դա, որ պետք չի մարդուն հարվածեն, որ ինքը հասկանա, ես իրան միշտ ուզում եմ դա բացատրեմ, որ մի սպասի, որ ինչ որ քո վրա ֆիզիկական ու կապ չունի, դա ես կլինեմ,
դա վաղը ինչ որ սպորտի մեջ մարզիչ չդ կլինի, կապ չունի, ուզում եմ դու հասկանաս, որ դու մարդ ես, դու երբեք մի սպասի բարձր տոն քո հետ խոսալու, դու ինքդ փորձի մարդկային լեզուն հասկանալ, այնքան եմ դա ասել, որ դա ցած բացատրել եմ, որ երբեք հանկարծ ինքը չկանգնի տենց, հա հարցի առաջ նույն ընկերական շրջապատում, որ եթե ընկերդ մի բան չի հասկանում, չի նշանակում, որ դու պիտի հրես խփես իրան, կարող ես մարդկային բաց, գոռացի, բայց կարանք չէ մարդկային խոսենք իրար հետ, այն որ ասում եմ իմ զենքերը իմ դեմ օգտագործեց, հիմա քնել է ու շատ էի բարկացել, երևի մի չափազանցի 15 րոպե, ասես խոսացի, հետո ինքս ինձնից զզված, հիմա երեխես քնած է, խո չեմ պոչում օրը, ասես պոչվում, ասում Աստված իմ, ինչքան հիմար եմ, էլի ինչի, ու ինքը մենակ է իրականում քնում, դե արդեն մեծ տղա 8 տարեկան։ Գիշերը սենց մտածում եմ գնամ իր մոտ պարկեմ, հա, որովհետև ինքը սենց առավոտյան գնացել եմ, միշտ զարթնացնելու սենց դե միջև նախաճաշ եմ պատրաստում լանչի բոքսը, հա, արագ եմ մոնթե վերկած, այս անգամ sense շոյելով, համբույրներով եմ արթնացրել այսօր ինքն էս։ Ու զգում եմ, որ սխալ է իրականում այդ դասերի համար չխենանալ։ Այնքան շատ է այդ թեման մամաների մոտ, որ ասում են տնային անելիս, ես ինձ կորցնում եմ ով որ մեզ հիմա նայում է սիրելի մամաներ, պապաներ, ինչ վիճակա ձեր մոտ, որովհետև շատ-շատերը ասում են, ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որ X մարդը օգնի, որովհետև ես կորցնում եմ իմ կապը իմ երեխայի հետ, շատ հաճախ դա լինում է։ Դու տեղյակ ես երեխեքի ամեն ինչից, դու այն ուշադիր մամաներից ես։ Իսկ ո՞նցն ես դու, եթե քո երեխային նեղացնում են։ Նայ, քանի որ ես շատ երկար փորձ ունեմ արդեն տարիների կամավորների, իսկ կամավորները իմ երեխեքն են։ Երեխեք են, արև 11 տարեկան կամավորներ ունեմ, իմ երեխեքն են։ Նայ, չեմ ուզում իմ երեխային անընդհատ ինչ որ տենց կոտրվածի եւ անընդհատ լռողի կարգավիճակում լինի, բայց նաև ուզում եմ, որ ինքը բարձր լինի, ավելի բացատրելու առումով։ Միշտ իրան բացատրում եմ, ասում եմ Մոնթե ջան, նայ, եթե քո հետ, քո հայ եղբայրը, հայ ընկերը վիճում է, ոչ թե ինչ որ տես ռասայական բանի դաշտ եմ տալում, այլ բացատրում եմ, որ այդ նույն եղբայրը, նույն ընկերը վաղը քո հետ այս երկրում աշխատանք կիսողնա լինելու, հայրենիքը պահողնա լինելու, բանակում քո հետ ծառայողնա։ Ես մի քիչ չգիտեմ։ Բայց դու խառնվող մամա չես, նույնիսկ ավելի փոքր տարիքում եթե լինի։ Ինչ ձև ես։ Այն օր դասատուն զանգեց մեր ուսուցչուհին, դասղեկը ասեց, որ երեխաներից մեկը Մոնթեին խեղդել է ու պատճառը ինչն է եղել, որ գրատախտակի վրա կպցրած թուղթը աղջիկները որոշել են, որ պիտի մագնիսները վերցնեն, ընկելը այդ երեխան հարցակվել աղջիկների վրա, վատառումով չէ, հիմա սկսել է գորգռալ աղջիկների վրա, ինչ եք անում, Մոնթեն էլ կանգնել է մեջտեղ, բա ինչ ես տենց խոսում աղջիկների հետ, հա, բան, աղջիկների հետ տենց չէ, խոսում են էլ դե հիմա տվել է ադրենալինին ա տրվել, այսպես ասած, ու դասղեկը զանգեց պատմեց, ես լսեցի, ասացի, դե հուսամ ամեն ինչ կշտկվի եւ իրենք կդառնան նորից ընկերներ, որովհետեւ ես այն մամաներից եմ, որ գիտակցում եմ, որ ես այսօր այդ երեխու մեջ, բա իմ երեխայս, բա քո երեխան անեմ, իրանք դեռ 10 տարի իրար հետ միգուցե ունեն սովորելու։ Երբեք թույլ չեմ տա նեղացնեն անտեղի, բայց երեխու հետ այդ վիճակում, ասենք ծիծաղելի է իմ համար գնամ խառնվեմ ինչ անեմ։ Դեպքեր գիտեմ, որ կոնկրետ ծնողները սկսում են վիճել իրար հետ ու դա իսկապես շատ վատ բաների է բերում։ Շատ սխալ ու շատ վատ։ Ես խորհուրդ կտամ մամաներին ընդհանրապես մի խառնվեք, հակառակը, ոչ թե ձեր երեխուն դարձրեք մեղավորը անմեղ սիտուացիայում, այլ փորձեք իրան բացատրել ինչի է այդ բալիկը տենց արել։ Ես օրինակ Մոնթեին բացատրեցի, որ դե տես, որ ընկելա ինքը այդտեղից արդեն ջղայնացած էր, մի հատ էլ աղջիկների վրա սկսեց ջղալ, մի հատ էլ դու խառնվեցիր, ոնց որ այդ հավաքվածը ամբողջությամբ, այո, հա, լեսին հենց հետաքրքիր հասկացա Մոնթեն մի օր գնացա, դե ես գնացի տեսա բալիկի անունը չեմ ուզում տալ, գնացի տեսա, դե մենք արդեն ընկերներ ենք։ Ու ես հասկացա, որ ամենահրաշալի լուծումը այդ էր։ Ամենալավն է, որ ինքն շուտ են այդ բացականի տակից դուրս գալիս։ Մեր զրույցը մի պահ ուզում եմ ընդհատել եւ ասել, որ եթե դուք ունեք արևային կայան կամ ցանկանում եք ձեռք բերել, իմացեք, որ հեծի հետ փոխհաշվարկի կարգը մնում է անփոփոխ։ Մայիս ամսին է տեղի ունենալու։ Այն ինչ որ լսեցինք, խարբան այդ ամենը չկա։ Մայիս ամսին հասկացվելու է, հաշվարկը կատարվելու է, այսինքն ինչքան է կուտակվել էներգիա, ինչքան է ծախսվել եւ արդեն ավել էներգիայի համար արևային կայանի սեփականատերը ստանում է գումար։ Եվ եթե դուք չունեք արևային կայան դեռ, բայց ուզում եք բնությանը գործ անել, ուզում եք լինել անկախ, դուք ձեր տանիքում ունենալ ձեր արևի էլեկտրաէներգիայի աղբյուրը, ապա անպայման պետք է զանգահարեք 8128 կարճ հեռախոսահամարով եւ միանաք Ital Solar-ի աշխատակիցներին։ Ital Solar-ի դեպքում կա 30 տարվա արտադրողականության երաշխիք եւ որակյալ արևային կայաններ։ Չեմ կարող նույնիսկ պատկերացնել ինչերի միջով ես անցել վերջին տարիների ընթացքում։ Ամենաուրախ օրդ որն է եղել։ Ամենաուրախ օրը այդ իմ երեխեքի ծնունդներն է։
մի տեսակ, գիտես, անընդհատ այդ ծնունդի օրը գալիս է ու ես ասես ասում եմ, այսինքն էս երազ չի, էս որ մոնթեն կա, լուսեն կա։ Արև այդ հասկանում ես, ինձ Աստված համարել է այնքան ճիշտ մարդ, որ տվել է մոնթեին ու լուսեին։ Ինքը չի համարել ինձ մենակ մոնթեին արժանի, ինքը համարել է, որ ես համ մոնթեին եմ արժանի, համ լուսեին, ու ես ամեն օր ասում եմ, ես այդքան լավն եմ։ Այդ որտեվ այդ ասում եմ ու փշակվում եմ այդ բառից, որտեվ իմ համար ես իսկապես մտածում եմ, որ ամենակարևոր բանը թող ինձ իհարկե ներեն բոլոր այն աղջիկները, որոնք չգիտեմ, child free են, որոնք որ իրենց ազատությունը ավելի ես դա չեմ հասկանում, կներեք, ես հասկանում եմ, որ կինը ամեն ինչից զատ, կինը պիտի լինի եւ բիզնեսում, եւ թատրոնում, եւ ամեն տեղ ու կինը կատարյալ է ամեն ինչում, ես կարծում եմ ընդհանրապես եթե կանայք լինեին աշխարհի ղեկավարները, ամենայն անկեղծությամբ մենք այսօր այս աշխարհի ականատեսը չենք լինի ամենայն անկեղծությամբ ճիշտ խոսենք էլի կանայք ոնց են հարթեցնում ամեն ինչ տղամարդիկ որ դու մտածում ես որ կանայք ավելի բարի են կանայք բարի են կազմակերպված պունկտուալ եւ պատասխանատու տղամարդիկ կարան լինեն բարի կարան լինեն պատասխանատու բայց բոլորը միասին մի տեղում մի տղամարդում է շատ իսկապես շատ դժվար է ինչ ես շատ համով պատրաստում որ ամուսինդ սիրում այս կնորը երեկոյա ուզում ես հիանալի երեկո պատրաստել ամուսնուդ համար դա տաննա դրսում է ովքեր են ձեր հետ հիմնականը տաննա ուրեմն իմ ամուսինը չգիտեմ այդ ինչ կայարաններ ունի համի ռեգիստրներ ուրեմն բորշը կիսատ է եփել մեր տանը բորշը տես թակավորական ուտեստա մենք նոր տարուն նույնիսկ բորշ ենք անում բորշը կիսատ էի թողել ու շտապ պիտի դուրս գայի աշխատանքի օֆիսից կանչեցին ասցի մամ կշարունակես հավատա կեսից ավելին արած էր ուրեմն ու նույն բանն է ամուսինս եկավ sense գտալ դրես մի քիչ էս դու ես սարքել ոստի հայ իհարկե գիտեմ էլի որ ինքը իմն է սիրում իմ բորշը կերավ հասավ կեսից բայց մի տեսակ այսօր ուրիշ չեմ ես ասես նայում եմ վրան ծիծաղում եմ ասում եմ ինչն է ուրիշ ասում եմ համ գույնը ինչի անհամբել ասում եմ մի տեսակ ու մամաս չգիտի որ ես ասել եմ որ ես եմ պատրաստել մաման ասում է բայց ես նույն ձև եմ արել ոնց որ անայս ու այդտեղ իհարկե իմ սուտը բացահայտվեց վայ 5 օր ասեց 5 օր անայց գիտես ես միշտ քո հետ կապված ինչ հարց ունեմ նայ դու այն մաման ես որ առավոտյան նախաճաշը պետքա լինի բորշը մինչև վերջ ենք տանում գույնը եւ այլն բայց նաեւ դու այն մարդն ես որ պետք է հատ ժամանակ դու շաբաթներով օրերով դու ուղակի գոյություն չունես ֆիզիկապես ինչա տեղի ունենում այդ կազմակերպված ընտանիքում այդ օրերին այդ օրերին ամեն ինչ դու դա կարողանում անել քնի հաշվին ամբողջությամբ ես հիշում եմ Տերյան 105-ում ես գալիս էի գիշերը տուն գիշերը արդեն են զագատով կա այսպես ասված անում էի առավոտվա օրինակ եթե պիտի զարթնեի 9-ին զարթնում էի 5-ին 5:30 այդ ամենը պատրաստում էի դուրս էի գալի տանից կամ էլ օրինակ մամաս գիտի հստակ ես ինչը ոնց եմ պատրաստում բայց էլի եմ ասում հիմնականում ես անում էի ու խնդիրներ չեր առաջանում որովհետև մարդու մտքին տեղ դրա համար եմ ասում որ դու ասում ես տղամարդիկը անայս ֆիզիկապես դու ուղակի չէիր կարող այդ շրջանում Իմ քնի հաշվին ես նախ այդ ճգնաժամային օրերին քուն բառը չեմ հասկանում որովհետև ես որ գալիս էի տուն ես պարկում էի ու վերցնում էի հեռախոսը ու ամերիկան արթնանում էր այդ ժամին իսկ իմ օգնողների չեմ ուզում քչացնել այստեղի արած մարդկանց մի մեծ մասը 60% կարող ասել 60-65% այդ ամերիկաներ սփյուռքն է սփյուռքի հայություններ ու ամերիկացիք էլ չէին անում հասկանում ես այնտեղի հայերը չէին անում օգնություն կոպիտ ասած տենց $200 ես բարեգործներ ունեի որ ամեն օր գրում էր Անայի ջան այսօր $5,000 այսօր $8,000 դու պատվերը ասա ու ես ասում եմ օրինակ $5,000 վաղը մեզ մենակ երշիկ պատվիրեք հիմա ես ասել եմ երշիկ այդ մարդուն քանի որ ես գումար երբեք չեմ Ես իր համար բարդություն եմ չես ստեղծում իր համար հեշտ է ուղարկես քեզ կանցին կողմ ես գտնում եմ նաև ընկերություն որը որ ինքնարժեքով կտա մեզ այդ 5,000-ը որ դառնա $8,000 երշիկ որ ես այդտեղ էլ իմ օգուտը ունենամ որ շատ երշիկ ունեմ որտեվ ես առավոտը գիտեմ որ 400-410 ընտանիք պիտի ուղարկեմ ու դա անհնար է չգիտեմ այդ ստացվում էր ես իրականում հիմա որ ստորիները դնում եմ նայում եմ մեկ-մեկ հեռուստացույցով եմ դնում բացում եմ արխիվը միացնում եմ հեռուստացույցը ու նայում եմ ասում եմ աստված իմ սա ֆիլմ է սա անհնար է սա ոնց են կարել ոնց կարելի է օրինակ ասել մի անգամ Միկին ինձ Կրասնոդարում էի մոլում մոտեցավ դուք են պանիրի համար լացող աղջիկն եք վայ ինչ ես ասում դա ցածականս մնացել էր պանիրի համար լացող աղջիկ ու ես հասկանում եմ որ աննորմալ է էլի օրինակ ստորի անել ասել մեզ պետք է ասենք պանիր ու մեկ էլ մի ֆուր պանիր ա գալ դու հասկանում ես մենք ինչ հրաշալի ազգ ենք
Հիանալի։ Անայս իմ համար դու ճակատագրական կին ես։ Պրես։ Ու նենց տակրկիր է քո կյանքի պատմությունը նույն սերիալներում խաղալը երևի դա պետքա լիներ որպեսզի դու հետո կարողանայիր ամեն ինչ պետքա լիներ որ դու կարողանայիր հետո քո հայտնիությամբ այսինքն եթե չունենայիր այդ հայտնիությունը միգուցե քեզ այդքան չվստահեին այդքան չհաջողեիր այսինքն ասենց որ նայում եմ դու քո այսպես ասած շոու բիզնեսը սերիալները այո քո անցյալը ու այն ինչ որ դու հիմա ես անում ու ամենահետաքրքիրը որ դու հիմա չես ուզում էլ նա չէ ընդհանրապես չեմ ուզում ու դու հասկացել ես որ դու սրա համար ես այ դու գալիս ես որովհետև էս էր քոնը այո նայ հայտնիությունը հանրայինությունը իհարկե մեծ դեր է խաղացել բայց լինենք ազնիվ ես քանի որ իմ Instagram-ով եմ հիմնական գործ արել հիմա ունեմ 260,000 հետևորդ այն ժամանակ ունեի 60 կամ 50 քանի հազար այսինքն այդ հակառակը հայտնիությունը հավաքվել է այդ վստահության շնորհիվ մարդիկ ուղղակի սկսեցին հասկանալ որ այո կա ֆենոմեն գումար չհավաքել եւ անել բարեգործություն իսկ ես ինչ էի դա կարևորում որովհետեւ ես ուզում եի այսպես ապացույցեր ինձ պետք է աշխարհին նետել իմ մարտահրավերներ ինքս ինձ ու աշխարհին որ այո առաջի օրը որ ասեցի որ պիտի հավաքենք ուղղակի սնունդ անձամբ իմ ընկերները զանգեցին 20 թվականի պատերազմին ասցին գիժես կարող գիտես մենք ստից քո համար պիտի նստենք բաներ պատվիրենք հաջող ուղարկում ենք համահայկական հիմնադրամ դե գիտենք հետո համահայկական հիմնադրամը ինչ հրաշալի ձևով պարգևավճարի եւ չգիտեմ ինչ դարձավ ու հետո գիտես ոնց էին փոշման այդ մարդիկ որ չեն ուղարկե իմ մոտ ու հետո երբ որ տեսան որ մեկը եկավ տոպրակով մեկը 3 տոպրակով մեկը մի ամբողջ մեքենայի բեռնախցիկով լիքը ուտելիք մեկը ամբողջ մեքենան լիքը ուտելիք անայս ես գիտեմ որ քո համար սկզբունքային է այդ գումար չհավաքելը ես քեզ հասկանում եմ ու այն շրջանում դա ոնց որ sense մաքսիմալ արդյունավետ ձևով դու օգտագործել ես բայց արդյոք չկա այդ պատասխանատվությունը որ այդքանից հետո դու կարող ես ստեղծել ինչ որ մի հատ կառույց որը անընդհատ օգտակար լինի ինչ որ տարբեր նախագծերով այսինքն այդ գրանցված ասվածը այսինքն միտեղ որ ես իմանամ որ ես ամեն ամիս գումար եմ փոխանցում այդտեղ լիքը կան արև ես գիտեմ որոնց ես էլ վստահում եմ ես քեզ հենց դա էի ուզում ասել տարիներ առաջ ես անհատական օգնում էի անթիվ մարդկանց երբեք դրա մասին չեմ խոսել անհատական որը շատ ավելի բարդացնում է պատմությունը դու չգիտես տվյալ դեպքում ինչքանով արդյունավետ գնում միգուցե մեկ ուրիշին ավելի պետք լիներ եւ այլն բայց վերջին տարիների ընթացքում ես հիմնականում բացի այն դեպքերից որ տեսնում ես միանգամից փոխանցումը կատարում ես հիմնականում մի քանի կառույց կա որ դու վստահում ես եւ դու հանգիստ ես ինչ որ առումով դա մեզ նաեւ տալիս է հոգեկան հանգստություն այդ փոխանցումները անում ես ինձ թվում է դու էլ եթե ունենայիր այդպիսի մի կառույց դա ոչ թե կլիներ ուրիշի հաշվին այսինքն այնպես չէ լինի որ վայ Նայիրե Մանուկյանի տրվելի գումարից քեզ կգա չէ մի հատ ուրիշ բանակել մարդկանց կամ հենց նույն մարդը քննարկվում արե որովհետև ախր սկիզբը չգիտեմ դու գիտես այդ պատմության թե չէ ոչ թե սա ինչ որ սկզբունքային պրինցիպ այո իմ ամուսինը ասել էր ու ասել է կամ զբաղվում ես այդպես հա դա չի քննարկվում այսինքն զորիկի պահանջն է դա ու գիտես ինչ տիպի պահանջ է ես ունեմ հարազատ քերի Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու հարազատ քերուս տղան ամեն տենց ճգնաժամային իրավիճակներում կամ նոր տարվա ամանորյա այդ զոհված հերոսների երեխաների միջոցառումների ժամանակ իր ընկերների հետ միասին տենց մարդա $500 $800 դնում են ինչ որ կլորիկ գումար է դառնում ուղարկում են ստեղ ու իրենք չեն ուղարկում ինձ որտեվ ես դա չեմ ընդունում իմ հալալ քերու տղայից նա ուղարկում է իմ մյուս քերու տղային որը գնում է առնում է այն ամեն ինչը ինչ որ ինձ պետք է ու բերում է ու ինքը ամեն անգամ ասում ոնց որ ձեռ առնես ինձ ասում ես այդ մարդկանց ասում եմ իմ քուրն է բայց հետո ասում բայց իրան չեմ կարող ուղարկեմ պիտի ուղարկեմ այն մի քերուսը ինքը գնա առնի այսինքն սկզբունքա ու ոնց որ հիմա օրինակ Արամի հետ բան ես պայմանավորվել ու հետո ասում ես դե լավ դե Անայիսի խաթր խախտեմ չէ Անայիսը ով է որ դու Արամի հետ պայմանավորվածությունդ կխախտես իմ ամուսինը իմ համար իհարկե շատ ավելի թանկ է քան ինչ որ տենց խնդրանքներ Աստորեն այդ է խանգարողը քեզ մինչև այսօր սկիզբը գիտեի որ հենց այդպես է եղել հա ու արդեն չխանգարող կհավատաս ես այնքան լավ եմ ինձ զգում են ամեն ինչի մեջ ինչ գումարային օգնություն ա պետք լինում օրինակ ինձ անգահարում են մարդիկ անընդհատ ասում են մենք ունենք չգիտեմ 5000 եվրո միջնորդում ես սիրով ասում եմ առանց ինձ արագից հանում եք իմ ստուգված մարդիկ ոչ թե իրանք ուղարկեն ոմն արևիկի որին որ չեն ճանաչում կարող արևիկը ինչ որ
քանով կներես։ Ինչ որ մեկը խափեբա է ու իր հաշվի համարը դրել է, որպեսզի չփոխանցեն այդտեղ, իրանք վերցնում են ինձանից տվյալներ, իսկ ես 20 թվականից հետո ունեմ մոտ 70,000 արցախցիների տվյալներ, ունեմ 4000-ից ավել զոհված հերոսների երեխաների տվյալներ, իրենց ծնող մայրիկների եւ ունեմ պայթյունիստ ուժասների տվյալներ, то есть այդ բոլոր տվյալները ես ունեմ։ Ինձ ընդհանրապես պետք է նայ, որ ասում է, գիտեք, ուզում ենք, այն որ կրիտերիան ես քո ասում, ես ունեմ 200,000 դրամ, Անահիտ ջան, ուզում եմ ուսման վարձ տամ։ Ես կամավորին ասում եմ, ես մի քիչ տենց հարցերում դունդուկ եմ։ Կամավորը իր այդ բանում Excel-ում գրում է, ուսման վարձ կարիքով ունի, որտեղ որ մենք վերցնում ենք քո տվյալը, մենք քեզ հարցնում ենք քո կարիքը ո՞րն է, դու ասում ես, որ այսինքն ամբողջը դասակարգված է, ինֆորմացիան, ֆանտաստիկ աշխատանք արված։ Արև, ինձ մոտ աշխատում են մարդիկ, ովքեր աշխատում են Samsung ընկերության հետ, Galaxy, ինչ որ թույն ընկերությունների հետ, հիմա գովազ չանեմ, բայց այդ երեխեքը այդտեղ 1 միլիոն 2 միլիոն աշխատավարձ ստացող երեխեք են, այդ գործը վերջացնում են 6-ին ու գալիս են ու ֆիզիկական տանջանքի մեջ են հայտնում, որովհետև իմ ձեռը կամավորություն անել է, այդ տենց հեշտ բան չի։ Շատ դժվար է, ես շատ վատ կամավորի տենց բան եմ, առաջնորդ եմ, շատ վատ։ Ես ասում եմ, կարա կգաք իմ օֆիս գործի տեղը անեք ինչ որ չեպ է, լրիվ օքեյ եմ։ Կամավորության մեջ, զինվորի համար, հայրենիքի համար, զոհված հերոսի երեխու համար չպիտի լինի չեպը, չկա այդա չեպը ասված։ Անա, ես դու քո տեսակով այսպես մամա ես։ Ես նա ինչ է դակրա դու քո երեխեքի համար մի քիչ ուրիշ մամա ես, չէ՞։ Թիկունք եմ էլի փորձում լինեմ իմ զինվորին որ այնտեղ է, այստեղ էլ օգնություն իրենց ընտանիքներին, որտեվ նայ արեք ոնց ես մերժում։ Մերժումներ չի լինում իմ մոտ ընդհանրապես, եթե ընտանիքը գրանցվում է։ Գալիս է հերթը իր հասնում է, ընտանիքը կա իմ մոտ օրինակ գրանցվել է։ Մի քանի օր առաջ իրենց հերթը հասավ, տվեցի իրենց տվյալները, տես տալիս եմ։ Ու այնքան մարդիկ ունեմ, արդեն 3-4 անգամ են գումար ստանում, то есть այդ ցուցակը այսպես պատտվում է։ Ու իմ համար ինչն է կարևոր, որ ես այդ գումարը քեզանից չվերցնեմ եւ տամ ոմն ուրիշին։ Ինձ համար կարևոր է որ դու կապվես այդ ոմն ուրիշի հետ, որովհետեւ դու նախ այդ կապն ես հաստատում։ Հիմնականում օգնողներս լինում են հնարավորություններով մարդիկ, հա, օրինակ այդ մեծ գումարների մասին։ Ինձ շատ հաճելի է, երբ որ ես քեզ 10 ընտանիքի տվյալ եմ տալի ու դու օրինակ չգիտեմ մի օր տենց այն որ լինում է, ասում անում եմ մի կտոր հաց տվել, այդ մի կտոր հացը երբ որ որոշում ես տալ, էլ պետք չի Սարուձորն գտնես, Անահիսին գտնես, չգտնես, գրես մի ժամ կպատասխանի, թե մյուս օրը կպատասխանի։ Դու քո այդ 10 օքում բացում ես, ասում ես իմ որոշված իմ 10-անորդը, ես միշտ ասում եմ, քո 10-անորդը 10 այդ ընտանիքին։ Ու այդ կապելը հասկանում ես, երբ որ դու դրամահավաք ես անում ու հավաքում ես գումարը քո մոտ, հատկապես սոցիալական նորից կրկնում եմ, ոչ թե ինչ որ բուժական եւ նման ինչը որ օրինակ նարն անում, Աննան անում ու իրանք անում են այդ հրաշալի, բայց իմ դեպքում դա սոցիալական sense պուճուրիկ բաներ են, արշավներ են, որոնք որ անում ենք ու պիտի անես նենց, որ այդ մարդիկ իրար ճանաչեն։ Ու ես ունեմ մարդիկ քավոր սանիկ են դառնում իրար, հովանավոր եւ հովանավորյալ։ Պատկերացրեք մեկը ձեզ ասեր, որ կարող եք տանը ունենալ ֆիլտրված, եռացրած ջուր ծորակից։ Ուզում եմ ձեզ ներկայացնել Grohe Red համակարգը, որի շնորհիվ այո, ձեր ծորակից կարող եք ունենալ ֆիլտրված, եռացրած ջուր։ Փորձենք։ Ջայլոց ունի նաև child lock կոճակ ֆունկցիա, այսինքն երեխաները չեն կարող բացել։ Պատկերացնում եք ժամանակի ինչ խնայողություն է։ Կարող եք նույնիսկ թեյնիկ էլ տանը չունենալ, իսկ երեխաների սնունդը պատրաստելիս ինչքան օգտակար կլինի։ Ես Sayat-Nova 37-ում եմ, որտեղ գտնվում է Grohe-ի միակ մոնոբրենդ շոուրումը Հայաստանում։ Այս ամբողջ քո սենց ճակատագրական կյանքի մեջ, այս իրականության մեջ, որը միշտ չէ որ գունավոր է, ովքեր են մարդիկ, որ քեզ գույն են տալիս, այո, ովքեր են քո ընկերուհիները, ում հետ դու կչկչում ես, ինչ եք անում դուք միասին։ Կհավատաս 20 թվականից հետո այդ ֆիլտրացիա է մեծանցել, ցավոք։ Ուզում եի քեզ հարցնել ընկերներ, որոնք էլ չկան։ Հա, կան։ Ես բոլորին շատ լավ եմ վերաբերվում, բայց ես չեմ կարում դու բոլորին ոնց ես շատ լավ վերաբերվում։ Ես չունեմ այն մասը, որ եթե դու չես կիսել իմ արժե համակարգը այդ օրերին, եթե դու իմ հետ պայքար չես տարել, նշանակում է դու լավը չես, չէ։ Այդպես չեմ ասում։ Ոչ էլ ներքին իմ մեջ եմ այդպես մտածում, ես բայց ինքը էլ չկա քո կյանքում։ Չէ, շատ շատերը չկան։ Շատ շատերը։ Բայց մի հոգի չի, մի ամբողջ sense մեր կուրսի երեխեքով բան ունեինք, բավականին խումբ մտերիմների, բայց հիմա շատ հազվադեպ ենք շփվում ու ամեն մեկը քայլեց իր ուղով, իր ճակատագրով ու միգուցե
միգուցե չէ, սա է ճիշտը, որովհետև երբ որ ես հիմա նայում եմ, ես հասկանում եմ, որ Իսկ նորերը հիմնականում իմ կամ բարեգործ կամ կամավոր շրջանակից են, որովհետև նայ ես հայտնվել եմ հիմա մի ժամանակում իմ կյանքի, երբ որ եթե դու իմ հետ չես կիսում հայրենիք ունենալու, արժեք ունենալու, բարի լինելու, հասնելու, զոհվածի ընտանիք գնահատելու, Արցախցուն գալու կանգնելու կողքին, փորձելու ինչ որ ձև մարդուն դժվար իրավիճակին օգնություն տալու, ես քո հետ կիսելու էլ բան չունեմ։ Ես չեմ կարող քո հետ։ Հա, ես չեմ կարող քո հետ, կհավատաս այն ժամանակ հիշում եմ, երբ որ ես դուրս էի գալիս տանից, իմ մոտ sense գրանցած էր ում հետ սուրճ պիտի խմեի, այստեղ սուրճ, այստեղ լանչ, այստեղ նորմալ, հա, Երևանյան։ Միջև 20 թվական Երևանյան sense հավես։ Հիմա ես կարամ մի մարդուն 7 անգամ մերժեմ, միջև որ ինքը հասկանա, որ ուղակի չեմ Քո հոգու ընկերովը։ Sense հոգու Արմինը սա, Ամբերտ հյուրանոցի տնօրենը, Արմինեն իդեպ էլի ծանոթացել ենք այտենց բարեգործությունով, իրանք մեր մոտ բարեգործություն են արել։ Արմինեն այն մարդն է, որ ամիսներով կարամ չտենամ, բայց հետո տեսնեմ, այնքան sense սիրտդ բացես, sense դնես դեմը, ասես առ էսա։ Ու նույնն էլ ինքը, այտենց ինքը իմ համար։ Ամբերտն էլ այնքան լավ հյուրանոց է։ Ինչ լավ է, որ լավ մարդ լավ տեղում աշխատում։ Լեսի սեփականատերերը, հրաշք մարդիկ, հրաշք, հայրենատեր, կարքին մարդիկ, կարքին։ Իրանք իմ ամենաառաջի բարեգործներից են եղել։ Ու sense գիտես ոնց են բարեգործություն արել կատեգորիկ հակառակը որ նշել եմ երբեք այն որ անգամ չեն էլ կիսվել ու հակառակը խնդրում ենք մի նշիր այս վերջի էլի զոհվածերոսների երեխաների միջոցառմանը նոր տարուն էլի ամենամեծ բարեգործություն իրեն կարծին չեմ ես շատ դե գիտես ոնց են որ sense լուր ու մունջ նստում են մեկ է տենում են որ Անայիսը վիդեո դրե զանգում են Անջան ու Արմինեի մատը տես շատ խառնա որտեվ հիմնականում ինքնաստորիներ է նայում Տաթոս Էլիգումյանց Տաթոն Էլիգումյանց ճանաչում ես երևի են Հայաստանի ամենաշքեղ հարսանիքների ձևավորողն է ահա Տաթևը 20 թվականին իմ մոտ կամավոր վարորդ էր ինչ հետաքրքիր է որ բոլորը այս ընթացքում բա ասում եմ որտեվ եթե դու չես կիսում իմ արժեքային համակարգը ես քո հետ ինչ խոսեմ Արև ջան լավ օքեյ մի հատ սուրճ խմեցինք օրինակ վերջ Էլ ավել ես որտեվ սուրճի ընթացքում ես հասկացել եմ ես ոչ կարողանում եմ Ժիվենշի պայուսակից խոսեմ ցավոք սրտի չեմ կարողանում չի հա լավ 5 րոպե ոչ ավել ոչ կարողանում եմ նորաձևությունից երկար խոսել ոչ կարողանում եմ բան ասել ինչ որ ես նստում եմ ու սկսում եմ ան ինչ կասում եմ հեչ մեր խոսակցությունը այսօր ինչի սկսեց Անայիս ջան ոնց ես ասցի առավոտը տեսել եմ զոհվածերոսի մամայի ու այդ պատմությունն եմ պատմում եթե այդ պայն այդ մարդը չի լսում դա որտեվ իրան գիտես մի ասա ես ծանր եմ դե լուրջ այդ դու ծանր ես տանում մենք բոլորս տես թեթև ենք տարել չէ ես տենց եմ մտածում որ եթե մարդիկ որոնք որ ու մենակ անպայման չէ ես նստեմ ինչ որ զոհվածերոսի ընտանիքից խոսեմ ես այդ պայն խոսում եմ որ գիտես այսպես մի հատ լավ բան եմ մտածել սենց բան եմ անում օրինակ սահմանամերձ գյուղ եմ գնում ու ինքը եթե այդ պայն չի ասում բայ ես ինչով օգտակար լինեմ Արտադիր չի մեքենայով կամավոր որպես գամ իմ ուժը ես չունեմ այդ մարդու հետ կիսելու բան ցավոք կովակ է շատ ծիծաղացնում լուսեն լսի իմ երեխեքի համար չգիտեմ որ եթե դու իմ անկեր չասեիր բառը ու ասեի ընկերով ավարտեցիր նախադասություն երբ որ ասցիր ով է քո ամենամոտը իմ երեխեքն են մոնթեն ու լուսեն ես իսկապես իմ օրվա 24 ժամը բարի բուն իմաստով իրանց հետ եմ անցկացնում իրանք դպրոցում լինեն ուրեմն ես մտքով եմ իրանց հետ ես այդ պահին ինչ որ մի բան եմ իրանց համար անում նույնիսկ բարեգործության ժամանակ իրականում որ ասում են քո օգուտը որն է ես դա անում եմ միայն ու միայն իմ երեխեքի համար չես կարա դա թաքցնես որտեվ այն օժնանքը որ գալիս է քո երեխուն այդ բարեգործությունից հետո անչափելի ու անգնահատելի է ու իսկապես ոչ թե ես անում եմ որ իմ երեխուն օրնանք գա բայց ես անում եմ հասկանալով հստակ որ դա օրնանք է Անայիս ով ամենաշատը հպարտանում քեզնով ամուսինս թակուն տենց չի ասում դրա մասին ասում չէ նայ ես ուրեմն լսում եմ մեկ որ ինքը հեռախոսով խոսում է ինչ որ չգիտեմ օտարության մեջ ապրող իր ընկերների հետ հա Անայիս են բան 2000 երեխուն տեսար բրծավ է մի շփոթում բայց իմ մոտ չէ Նենց ապա միանի հետ ինչ ես արել որ ինչ 3000 երեխու բան ես հա ինչ էլի տենց բայց չէ կողքս է միշտ այդ առումով ինձ թվում է մաման իրականում շատ բաներ չգիտի էլ նույնիսկ ինչեր եմ անում մամաս տենց ոչ սոցիալական հարթակների մարդ հա մամաս տենց կյանքի մամա է ինքը տենց ինքը իրականում մեկ-մեկին ասում ինչ ճանաչեցին ասում են Անիկ я говорю откуда вы знаете Անայիս մաման է Արցախից թե մաման պապան է Մաճկալաշեն գյուղից բայց շատ քիչ է ապրել ինքը երկար չի ապրել Արցախում մենք որպես այդպեսին կապ Արցախի հետ չենք ունեցել ես ուզում եմ ես ֆիքսենք որտեղ մարդ մեկը գրել է բա որ լավն էր Արցախը ինչի է կարտողին ես երբեք չեմ ապրել Արցախում եղել եմ հյուրի կարգավիճակով ցավոք սրտի ցավով եմ դա արձանագրում որտեղ Արցախում ապրելը դա հրաշք
հրաշքա, ոնց կարաս այդ բնության այդ ամեն ինչի մեջ լինես ու այդ հրաշքը չվայելես։ Նենց որ ցավով եմ արձանագրում։ Ես չեմ ապրել, մամաս շատ շուտ է եկել Երևան, շատ ուսանող ժամանակ։ Այստեղ պապային է հանդիպել։ Այստեղ պապային է հանդիպել, պապան ասել է արի ամուսնանանք, ամուսնացել եմ, պապան հոկտեմբերյանից է, մաման Արցախից է, նենց որ ես տենց շուտ բարդ խառնուրդ եմ։ Հոկտեմբերյանա Ղարաբաղա խառը։ Հոկտեմբերյան։ Բարդ խառնուրդ, հա։ Նենց տակշա դու ինչ խոսում ես, ես գաստանում եմ։ Ոայ։ Օրինակ որ story եմ նայում քո, չէ՞։ Իսկ շատ լուրջ եմ ընդունում։ Ոայ ինչ լավ է։ Այդ երևի ես մտածում եմ այ քո այդ տարիները որ դու սովորել ես թատերական ինստիտուտում եւ քո միջից էլ հա կա այդ դերասանի այդ ջիղը եւ այլն, դա էլ է օգնում, որ դու այսօր քո խոսքը հասցնում ես ռետորաբանություն կա, համաձայն եմ։ Հա։ Ես ասում եմ, որ ես story-ներ եմ, մեկ էլ դու ես որ զգաստանում եմ, տենում ինչ։ Ես հենց դրա համար էլ իրականում այդ շարքը որ անում եմ, չեմ ուզում քաղաքականացնել քո արդյունքը կատեգորիկ, բայց այն որ ասում են քաղաքականությամբ մի զբաղվել այդ շարքը որ անում եմ, հենց անում եմ նրա համար, որտեղ ես գիտեմ որ շատ մարդիկ չեն լսում օրինակ քաղաքական գործիչներին, չեն լսում մարդկանց ովքեր իսկապես մտքի տեր են։ Տպավորիչ է այդ քո վիդեոները։ Ես նույնիսկ նոր հիմա ասում եմ story, որտեղ դու չգիտեմ թե ես խմում քո խոհանոցում, իսկ քո այդ վիդեոները անչափ տպավորիչ են։ Հուսով եմ ու հասնում են տեղ, որ մարդիկ մի քիչ ստապվեն էլի։ Ստապվենք, հասկանանք, որ մենք շատ բան ենք արդեն կորցրել։ Իմ համար որպես հայ, սենց այս ոդկասթը մեծ փորձություն է, որովհետև ես եթե ոդկասթը չլինի, քո հետ լրիվ ուրիշ ուղղությամբ կգնամ ու կարող է մի քիչ էլ գնացինք, բայց ոդկասթը իր հետ ինչ որ իր տեսակ ունի, իր գույները ունի։ Այո, քո թեթև տեսակը խնդրում եմ ոդկասթի մի բարթացրա Անայիսով։ Որն է այս աշխարհում քո այն ամենաերջանիկ կետը։ Հիմա ասել եմ Մոնթեն, ու լուսեն ասես հել գնա, ոչ մի բան չես ասում հիմա։ Չկա ինձ ավելի երջանիկ կետ։ Իրանց հետ։ Հա։ Ու գիտես նենց հետո դու որպես զույգ առանց երեխեքի, այդ ֆորմատը չի քննարկվում։ Լեսի գիտես ինչի չի քննարկվում, որովհետև իրանք շատ երկան կան արդեն իմ կյանքում։ Իմ մոտ նենց տպավորություն է, որ իրանք կան հավերժ։ Ես անգամ նույնն էլ ամուսնուս մոտ այդ դեպ։ Մենք անգամ նստում ենք մեկ-մեկ քննարկում ենք, որ նայում ենք ուրեմն լուսեն որ քնածա ոտիկը սենց բացվում է։ Ես ու ամուսինս նայում ենք ասում ենք, «Էս մերն է»։ Ես ոնց է մեծացել ոտը։ Խոսակցությունների հիմնականում, եթե չենք խոսում հայրենասիրություն եւ այլն, ձեր երեխեքն են։ Հա, հիմնականում այո։ Երեխեքն են ընտանիք, մենք տենց իմ ամուսինը ատում է ուրիշի մասին ատում, ասենք ես որպես կին վերջի այնքան տարբեր են, չէ՞ մեզնից։ Հա, ես որպես կին օրինակ մամայիս հետ կարամ քննարկեմ, գնամ ասեմ արևի մոտ էի, բան ինքը որ գնամ նույնիսկ ասեմ արևի մոտ է, Այն որ ինձի խես էտի ասում ինչի սա պետք է այդ ինֆորմացիան, ինչ արև, ինչ ոդկաստ, այդ ինֆորմացիան իրան պետք չի, իրան տենց ինֆորմացիաներ պետք չի։ Ընտանիքի մասին հետաքրքիր է որ տղամարդիկ միշտ չի որ այդքան կենտրոնացած են լինում երեխեքի վրա, բայց դուք ցած երկուսով բութ մատը ոնց հանեց վերմակի տակից։ Ամուսինս հուսով եմ այս հաղորդումը լուսեն կմեծանա ու գնայի, աղջիկ չէր ուզում, երբ որ իմացավ աղջիկը, ասես դուրս եկավ այդ էխոյի սենյակից, նեղված, հա։ Հիմա ինքը ապրում է լուսեյով, ինքը կհասկանաս դու ինձ վստահ եմ։ Աղջիկ երեխեքը նենց գիտեն զենքերը։ Ու այնքան էր ծիծաղս գալիս, որ ինքը ասում էր ես աղջիկ չեմ ուզում, ուսես նայում էի, ասում եմ կխոսենք, որտեվ ես պապայիս աղջիկն եմ, ես մամայիս համար խենթանում եմ, բայց ես իմ պապայի աղջիկն եմ եղել միշտ։ Պապաս 11 տարի չկա արդեն, բայց ես ցենց իր հետ կապված այդ ես հիշում եմ, որ ես բուջուր երեխայի ասում էի պապա կլինի քո ծոցը քնեմ, աղջիկը պապայինն է, էլի էդի պապայի փայն է։ Ուրիշ ձև է էդի։ Ու այդ կապը, որ հիմա իրանց տենում եմ, լուսեն էլ իրան, եմ որ լուսային նույնիսկ որ կատակով հարցնում մեսիացին, պապային։ Ցենց հետո կասին մամա մի եղացի քեզ էր։ Անայս որ նայում եմ քո դերերը նախկինում, որ նայում եմ հասցենք նրանից ինչ ես նայում դու իմ դերերը նախկինում։ Լսի ինձ թվում է ոնց որ ուրիշ մարդ լինի։ Ուրիշ մարդ։ Ես նույնիսկ չեմ հավատ։ Մի օր Մոնթեն չգիտեմ ինչ էր գտել, ասեցամ մամա ու ես շատ վախենում եմ դրանից իդեպ։ Հա, ես ամաչում եմ դրանից։ Ոչ թե ամաչում եմ նկարվել եմ, դա եղել է իմ հացի աշխատանք, ոտեղ չեմ էլ նկարվել, սովորական նորմալ ու իդեպ ես նկարվել եմ մեկ սիթքոմում եւ մեկ սերիալում, երկուսում էլ գլխավոր դեր, շատ առաքինի չափված ձևաց, ոչ մի ինչ որ ավել, բաց տեսարաններ, չգիտեմ, համբույր, բան։ Միշտ էլ ասել ես։ Կատեգորիկ ոչ մի տենց բան չի եղել, բայց միևնույնն է իմ համար, որովհետեւ ես հիմա շատ եմ այդ Մոնթեին սովորելու, կրթության կրթվելու
եւ լավ մասնագիտություն ունենալու, իսկ ես թող ինձ ներեն բոլոր դերասանները, բայց կարծում եմ մեր երկրում արվեստի ոչ մի մասնագիտություն, չեմ ասում վատն է, գնահատված չէ ու ես չեմ ուզենա օրինակ ազնիվ ասում եմ, իմ երեխան վաղը լինի արվեստի բնագավառում, ամենայն անկեղծությամբ եմ դա ասում։ Հա, չեմ ուզենա, ես կուզենամ, որտեվ ինքը չգնահատված բնագավառ է։ Քեզ չես ուզում տեսնել թատրոնում, կինոյում, այդ արդեն հասկացել ենք, բայց թատրոնը շարունակում է մնալ ոնց որ արվեստի քո սիրած ճյուղ։ Շատ թատրոնի համար խնդանում եմ Այն օրը լսի Մորջանի դե դա անկրկնելի ինչ որ դե ես չգիտեմ դա ով է вообще ես այն օրը գրել եմ ասում դու ով ես դու դա ինչ աննորմալ տեսակ է դա ոնց կարելի է օրինակ խաղալ 50 տարեկան կին 18 տարեկան ոնց կարելի է վայ սուս արև սուս Այդ ինչ արեց մեզ այդ օրը ծալեցին դրեցի ես դուրս եմ եկել այսքան աչքերով ուրեմն Ռոբներ հետս մեր Հայրապետյան մենք նույն օրն ենք գնացել մենք հանդիպեցինք մինչև այդ Մարիոտում սուրճ էինք խմում մտնեի Տարիք Իրանանում երկուսս էլ մոռացել ենք նորմալ է մենք իրար տեսանք այդ օրը ճիշտ է նախապես Վերջում արև ուրեմն ոչ ես էի Ռոբը գոնե հնարավորություններ ծխում էր ես լուրջ եմ ասում Երանի այդ ծխողներին այդ բային որտեվ դուրս երեկե չէր հանգցնում մեկով մյուսներ կպցնում դու հասկացել որ դուրս նախ տենց եզակի դեպք էր որ ամբողջ դահլիճը հուզված էր ասում եմ դիմացս նստած 60 տարեկան մարդը վնգստում էր տղամարդ ու ինչներ որ հասկանում էր որ դահլիճի մեծ մասը մարդիկ էին ովքեր այն ինչ որ կատարվում էր բեմում իրենք ապրել են եւ ներկայացումից հետո ոչ մեկ չէր խոսում իրար հետ ասում եմ ոչ մեկ ներկայացում էր որից դուրս ես գալի ու դու այն վերջում օրինակ եթե մենք վերջում իրար տնենք մենք 100% չէինք շփվելու 100% նու մաքսիմում իրար գրկեինք բարևեինք իհարկե բայց շփում չէ որտեվ տեղ չէր թողե շփման այդ ներկայացումը ես ուղղակի ուզում եմ օգտվելով առիթից ասել որ բրավո բլոկադա ներկայացումը ստեղծողներին այո Սոֆիա Գուլյան ու Սեթոին Գոջամյան չմտածեք որ գնալու եք լսեք ու տեսնեք մենակ բլոկադայի մասին կյանքի պատմություն է, կյանքի պատմություն է, բայց այսքան տարի անց դու ինձ ուղի էլի եղել են ներկայացումներ այս թեմայով ես չեմ հիշում։ Կարող սխալվում եմ։ Չէ, ես չեմ տեսել։ Իսկ ես կարծում եմ ինձ հրավիրած կլինեին ու որպես այն որ Արցախի հետ կապած ինչ լինում է, հիմնականում հրավիրում են արև, բայց ես քեզ մի բան ասեմ, ուրեմն այդ վերջի տեսարանը Մարջանի չեմ ուզում սփելանը։ Հակագծեր, այո, հայտնի տես։ Այո, այդ հայտնի տեսարանը Դու գիտես ես քանի արցախցուց եմ լսել։ Հիմա ասում եմ ու փշակախվում եմ։ Քանի հոգի ինձ պատմեցամ դե վերջում ու փակեցինք դուռը։ Դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը գնում։ Իրական դուռը փակել գնալ դեպի անորոշություն։ Ոյ օրեֆել ինչ եմ լինում, խնդրում եմ, էս այն թեմաներն է, որ իմ համար ես չգիտեմ, քանի երևի գիտես ես երբ մի օր sense կանեմ, երբ որ ես իմանամ որ բոլոր այդ մարդիկ տնավորվել են որտեվ իմ համար դու հասկանում ես շատ արդար չի էլի երբ որ մարդկանց տանից իր սեփականն է ինքը չի ապրել ինչ որ մեկի ինչ սեփական տանից հանել են ու այսօր ինչ որ մի բան էլ են որ sense մունատ են գալի ու այդ այն աշխարհում է երբ որ 5 տարեկան երեխայի մասին ասում են իմ երեխան կոմֆորտ զոնայից իր դուրս է գալիս իր տարածքը խաղալ այդ աշխարհում ունենալ այսպիսի իրականություն մենք կարանք անverջ խոսանք ու մենք կարանք անverջ լացենք մենք կարանք ուրախանանք ամեն ինչ կարանք անենք որովհետև Անահիսն է այստեղ ուղղակի Անահիս ուզում եմ որ դու լինես շատ ուժեղ ուզում եմ ասեմ տեսակդ վարակիչ լինի բայց վարակիչ այնքանով որ բոլորս փորձում ենք ինչ որ մի ձև մեր լուման ունենալ բայց այն ինչ որ դու կաս դա չի լինում վարակիչ այդպես ծնվում են ու դա մեծ պատասխանատվություն է դա մի քիչ տենց այդ ռիսկային տեսակ է կերպար է շատ բան վերցնել քո վրա տակից դուրս գալ պատվով անգնահատելի է այն ինչ որ դու արել ես ես շատ կուզեի որ դրա կարիքը չլիներ այո իսկապես ես շատ կուզեի ու դու լինեիր կներես լինեիր քո սերիալներում չլիներ դրա կարիքը բայց դու կյանքը ընդհանրապես հայի կյանքը ճակատագիրն այնցն է որ անդադ նոր փորձություններ են լինում մեծ մնում է մենակ լինել ուժեղ այո ու ուրախանալ մեր ուժեղ ու լավ տեսակով այո ես էլ որպես վերջաբան քանի որ վստահ եմ քեզ կանայք են ավելի շատ նայելու ուզում եմ որ մենք մի քիչ այս կյանքը սկսենք վերաարժևորել եւ այն ինչ որ այսօր ունենք փորձենք դա գնահատել շատ հրաշալի կլինի որ բոլորս լինենք հարուստ հաջողակ բրենդային հագուստով եւ ծովափում բայց այդպես միշտ չի որ այդպես է լինում եղեք կամեցող իսկապես մեր այդ ոչինչ չենք տանելու ու կյանքի
այսօրվա արագությունը բոլորիս ապացուցում է, որ ոչինչ մեր հետ բացի մեր մասին ինքներս մեր մասին նույնիսկ լավ կարծիքի ոչինչ չի մնում։ Դրա համար պետք է բարին գործել, բարին լինենք։ Արի քո խոսքով ավարտենք, մի անգամ ասեցիր, որ բարություն անելը, ու դա կարևոր չի կոնկրետ ինչ-որ միջոցառման մասնակցել կամ չգիտեմ, ցանկացած բարություն, բուժումը։ Այդ մի բան է, որը անընդհատ բոլորս կարող ենք անել, այսինքն թե չգիտեմ, ուղակի բարեկամին օգնել, մեկի հետ լավ զրույց ունենալ, մեկին ինչ-որ բան նվիրել, ուղակի անել բարություն։ Դա այնքան հաճելի բան է, ու դա այնքան է օգնում։ Ապրես Ֆորեկար։ Ապրես Արևյան։ Ուզում եմ կամ քեզ գրկեմ։ Սիրով։